Նորմալ է, որ ընդդիմությունն ու իշխանությունը զոհվածների հիշատակի համար տարբեր օրեր ունեն ընտրված։ Չգիտեմ, մազից ոչն էնի է խեր ոչինի։ Ոչ, նորմալ չէ, այսօր էր կարևոր 27-ին։ Քաղաքականությամբ չեմ զբաղվում, ճիշտն ասած։ Ինձ թվում է իշխանությունը ու ընդդիմությունը իրենց այնքան են հիմա հեռացրել իրոք եւ արժեքներից եւ ժողովրդից, որ ես ինձ չեմ ասոցացնում ոչ մեկի ոչ մյուսի հետ։ Իսկ ձեր կարծիքով այսօր ընդդիմությունը ինչի՞ չի գնացել Եռաբլուր։ Այդ ընդդիմությունից պիտի հարցնեք, չեմ կարող ասել։ Չեմ հետաքրքրվում Ազիզ ջան, ցավում եմ զոհվածների համար, բայց տանել չեմ կարողանում ոչ ընդդիմության, ոչ ղեկավարության։ Բոլորը նորմալ է, բայց մեկ տեղական չենք, մենք հյուր ենք այստեղ, բոլորը նորմալ է, օքեյ։ Չէ։ Շատ վատ է։ Ես դրանով զբաղվում խաբար չեմ։ Շատ նորմալ է, որովհետև զոհվածների համար միակ օրը, որ հատուկ անշում, իսկ 28-ը բանակի օր է համարվում։ Ոչ, նորմալ չէ, ինձ թվում է հունվարի 28-ն էր ու պետք է մնար հունվարի 28-ը։ Իսկ հունվարի 27-ը այսօր որ ընտրված էր, խոնարհման օրն է։ Չգիտեմ, ինձ թվում է կարող է մի օրում լինել, 28-ին լինել։ Իսկ համար նորմալ է, որ ընդդիմությունն այսօր չի այցելել Եռաբլուր։ Ոչ, նորմալ չէ։ Ինձ թվում է բոլորս պետք է այցելենք։ Չէ, նորմալ չի։ Բոլորն էլ նույն հայեր են, ինչի պետք է տարբեր օրեր լինեն։ Իշխանությունն այսօր է ընտրել հունվարի 27-ը Եռաբլուր այցելելու համար, իսկ ընդդիմությունը հունվարի 28-ը բանակի օրը։ Դե դինես գործնա, ես չեմ կարող բան ասել։ Ոչ։ Այդ օրը բոլորն են սկում, պետք է նույն օրը լինի։ Իհարկե, եթե որոշել են, որ այդպես է, ուրեմն ճիշտ է։ Իշխանությունը ավելի ճիշտ է մտածում ու շատ կոնկրետ ամեն իր քայլերի համար, շատ ճիշտ է։ Շատ։ Իշխանությունն ընտրել է հունվարի 27 այսօր Եռաբլուր այցելելու համար, իսկ ընդդիմությունը հունվարի 28-ը ձեզ համար ո՞րն է։ Իշխանության որոշումը միանշանակ ճիշտ է։ Նորմալ չէ, նորմալ չի։ Դե նորմալ չէ, պետք է մի օր լինի։ Իսկ ձեր կարծիքով ինչու ընդդիմությունն այսօր Եռաբլուր չայցելեց։ Չեմ հետևել, տեղյակ չեմ։ Բլե կարող գնան հələ։ Կարող գնան։ Մենք է գնում ենք, հավաքվենք գնանք, որտեղ որ ես եմ աշխատում։ Որ այցելում են Ընդդիմությանն էլ, այդ իշխանությանն էլ դրանց զոհված հիշատակի օրը պիտի նշենք։ Իսկ ես այդ համաձայն։ Իմացար, ոչ թե ուրիշները, իրանցը պիտի նշենք, որ երկուսն էլ բանի պիտանի չեն։ Իսկ ձեր Այդ ժողովրդի համար։ Իսկ ձեր կարծիքով այսօր ընդդիմությունը ինչի՞ չի գնացել Եռաբլուր։ Դու ընդդիմություն կա, ասախ թալանչիների գրուպան է, էլի։ Ընդեղ ես եկել են ստեղ գրում են ընդեղ։ Ընդդիմությունը ով է։ Սերան Օհանյանն է, քաղաքապետն է, սաղ թալանչիները։ Մլյարդեքը ժոշկել են եկել են դենստել են։ Ամիսը մի միլիոն էլ աշխատավարձ են ստանում։ Թոշակառունը 36,000 դրամ ափսոս է։ Նախ դուք դեր ասացին հավատում եք ինչ ընտրություն, ինչ բան, ինչ իշխանություն։ Իշխանություն կա, իշխում են էլի, բայց ինչ ընդդիմություն։ Նույն թելն են թելում, նույն երկն են երկում, նույն պարն են պարում։ Պարոն Փաշյանի դուդուկի տակ։ Եվ ոչ ոք դրա համար ոչինչ չի ասում, դրա համար պատիժ չի կրում։ Իսկ ինչ հրաբերում է այդ օրին, նախ առաջերտին նրանք բարոյական իրավունք չունեին խոսելու այդ զոհերի մասին, որովհետև ամենամեծ մեղավորը նրանք են։ Ամենամեծ մեղավորը վարչապետն է։ Այդ ամեն ինչը ինչ որ տեղի ունեցավ, նրա Դու ոնց ասեմ, մխար մի հատ գրական բառ գտնեմ, անխելքության արդյունքներ, հա։ Չեմ ասում միամտության, որովհետև նա միամիտ մարդ չի։ Նա շատ ծոֆերիստ և շատ խորամանկ մարդ է։ Եվ ինչ վերաբերվում է ընդդիմությանը, թե նրանք իշխանությունը տարբեր, դա դերասանություն է, դա հերթական խաղ է։ Այս կենդանի դիակներին տեսեք քայլում են, կենդանի դիակներ են։ Լապշա կախելու համար ակաժներին, հասկանում եք, դա ոչինչ չի տալիս, աբսոլյուտ, անտարբեր ման են գալի, անտարբեր, իրանց համար գիտեք ինչ, մեկա, որ օրը կլնի, որ օրը չի լինի, վարչապետը երբ կուզենա, այսպես կոչված ընդդիմությունը երբ կուզենա, այնպես որ դա ձևական խաղ է, դա դերասանություն է ընդամենը, էլ եմ ասում այս կենդանի դիակների ականջներին լապշա կախելու համար։ Կարևոր բան ասեմ, այն որ դուք սենց բարի գործ եք կատարում, դա լավ է, շատ լավ է,
Բայց դա պետք է աներ Հայաստանի այսպես կոչված ազգային հեռուստատեսությունը, հանրային հեռուստատեսությունը, որոնց գիտեք ինչ, փողոցում չես տեսնում, չկան, վերացել են, գոյություն չունեն, կարող են ինչ-որ մեկի հրամանն են կատարում։ Դա բնական բան է, այդ դա նրանք պետք է անեն, դրանց հիմնական աշխատանքն է, բայց հանրային անունն է, հանրային անուն, ինչ հանրային, վերացական բան է, այնպես որ ապրեք դուք, ապրեք։